Գծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Դիանան վերադառնում է իր տուն։ Քիչ անց գալիս է նաև Գոռը, ով զարմանում է Դիանային տեսնելով այդտեղ։ Դիանան սակայն բացատրում է իր գալու պատճառը։ Նա ասում է, որ ծանուցում էր ստացել դատարան ներկայանալու մասին եւ գիտի, որ դատավարությունն իր պատճառով է հետաձգվել։ Դիանան ասում է, որ ինքը կմասնակցի դատավարությանը եւ կրկին կհեռանա։ Գոռը շատ հանգիստ ընդունում է իր քրոջ խոսքերը, քանի որ մտածում է Դիանան մի նոր բան է հորինել, չէ որ նրանից ոչ ոք որևէ մարդկային քայլ այլևս չի սպասում։ Դիանան սակայն զարմացնում է բոլորին, ներկայանալով դատարան եւ ասելով ողջ ճշմարտությունը, ասելով, որ ինքն է Սարգսին ուղարկել հյուրանոց, որպեսզի բաժանի Գոռին ու Սարային։ Բացի այդ, նաև, որ ինքն է Սարգսին ստիպել տալ Արմանի անունը, եւ դա եւս արել է հանուն Գոռին փրկելու համար։ Ուստի Դիանան մաքուր խղճով թողնում է ու հեռանում, չցանկանալով բացել իր հղիության մասին գաղտնիքը։ Բայց ինչպես ասում են, ցանկացած ծածուկ բան օրերից մի օր դառնում է բացահայտ։ Ռեբեկան պատահաբար լսում է Նարինեի հեռախոսի ձայնագրությունը եւ շոկի է ենթարկվում։ Նա իր մայրիկից բացատրություն է պահանջում, թե ինչու է Նարինեն արել այդ ձայնագրությունը եւ ինչու չի փոխանցել այն պատկան մարմիններին։ Նարինեն կրկին սկսում է հյուսել իր հեքիաթները, որ այսպես ավելի ճիշտ է, որ ինքը գիտի, թե ինչ է անում։ Ռեբեկան սակայն իմանալով իր մայրիկի հիմար պահվածքը ամբողջ կյանքի ընթացքում հունից դուրս է գալիս եւ ասում, որ ինքը հենց հիմա կգնա ոստիկանություն ու ամեն ինչ կպատմի։ Նարինեն հասկանալով, որ այլ ելք չունի, ստիպված ասում է, որ Դիանան հղի է։ Ռեբեկան կրկնակի շոկ է ապրում, քանի որ ստացվում է շուտով լույս աշխարհ է գալու Ռեբեկայի ու Էլայի արյունը, նրանց շատ հարազատ մարդ։ Իսկ Արմանը չի համակերպվում Սարոյանի ստերին եւ որոշում է հետևել նրան ու հասկանալ, թե ինչ է կատարվում նրա կյանքում, ինչ է թաքցնում եւ ինչու է միայնակ գնում ամենտեղ, եթե ունի վարորդ։ Արմանը հետևում է ու տեսնում, որ Սարոյանը հիվանդանոց է մտնում։ Նա իսկույն ամեն ինչ հասկանում է եւ սպասում է մինչեւ Սարոյանը դուրս գա հիվանդանոցից։ Եվ ահա որոշ ժամանակ անց Սարոյանը դուրս է գալիս եւ վերադառնում տպարան։ Արմանը կրկին նրան հետևում է։ Արմանը մտնում է Սարոյանի աշխատասենյակ եւ այնտեղ տեսնում Սարոյանին ընկճված ու շատ վատ հոգեվիճակում։ Նրանք այսուհետ խոսում են շատ բացահայտ։ Արմանը ասում է, որ ինքը գիտի, թե ինչ է կատարվում Սարոյանի հետ։ Սարոյանն էլ որոշում է, որ այլևս իմաստ չունի թաքցնելը, ուստի բացահայտ խոսում է նրա հետ իր առողջական խնդրի մասին։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով ինչ է Սարոյանը խնդրելու Արմանից, Արմանը ինչով կարող է օգնել Սարոյանին։ Ձեր կարծիքը գրեք այս տեսանյութի ներքևում։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեքտան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրս կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գոռն է Սարայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստա փոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սարային ընջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։
Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի, խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ, այ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ տաքուկ միջավայրից։ Ողջույն, ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, sense վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե